Բարև ձեզ հարգելի երեստատիտողներ, Արարատյան Խոհանոցն է եթերում, շատ ուրախ եմ, որ մենք կրկին միասին ենք։ Հարգելի երեստատիտողներ, այսօր հյուր ունեմ, իմ հյուրն է Սպարտակ Նազարյանը, Իբիցա ռեստորանի ավագ խոհարար եւ Խորովածի 15 թվականի Խորովածի փառատոնի անվանակարգում, լավագույն մտահղացում անվանակարգում հաղթող։ Ողջույն, եղբայր, ինչպես ես։ Շատ լավ, շատ հաճելի է ծրագրում գտնվելը։ Ես էլ շատ ուրախ եմ, բարեկամներ, Սպարտակ Նազարյանը վերադարձել է հայրենիք, երկար ժամանակ դրսում աշխատելուց, արարելուց, ինչու՞ չէ նաև ուսումնասիրելուց, հետո սովորելուց այո խոհանոցը։ Ապրես դու, շատ շնորհակալ եմ, ես կարծում եմ, որ մեր խոհանոցը, ներազգային խոհանոցը դրանից անպայման շահելու է։ Ինչպես ես, գործերը ինչպես են։ Շատ լավ, շատ լավ։ Շատ ուրախ եմ, Սպարտակ ջան, որ հենց առաջի քո քայլը հենց եկար հայրենիք, քո մասնագիտական ուղղվածությամբ սկսեցիր փնտրել մարդկանց, գտնել, շփվել։ Երբ որ սիրում ես, արդեն աշխատում ես սիրով, արդեն լրիվ տարբեր։ Այո, մեծ խանդավառությամբ մենք հանդիպեցինք եւ ինքը իր հավաքած այդ փորձը մեծ ուրախությամբ ուզում է ներդնել մեր ազգային խոհանոցի մեջ։ Ապրես դու, շատ շնորհակալ եմ։ Ինչ ենք պատրաստելու այսօր։ Այսօր պատրաստելու ենք աղցան, որը ունենք հորթի խաշված միս, հա։ Այո, հորթի խաշված միս։ Այո։ Նաև մեզ հարկավոր է խնձոր, կաղամբ։ Այո։ Այստեղ ունենք սև սալորաչիր, պոպոկ, ընկույզ, թթվասեր։ Այո։ Նաև մի քանի նեխուրի տերևներ եւ կոթեր, տերևները դիզայնի համար, կոթերը համի համար։ Շատ լավ։ Հենց այդպես էլ կիրականացնենք։ Մենք ջերմային մշակման կարիք չունենք։ Ոչ։ Սառը աղցան ենք պատրաստելու։ Շատ լավ։ Նախապես միսը խաշված է, հորթի միսը։ Նաև ասեմ, որ այս սալատը կարող ենք պատրաստել տավարի լեզվով։ Ուղղակի շատերը չեն սիրում լեզու, բայց լեզուն էլ ունի իր յուրահատուկ համը աղցանների մեջ։ Դրա համար ես պիտի խոստովանեմ, որ ես էլ այն մարդկանց շարքին եմ, ասում, որ շատ չեմ սիրում։ Ես կարծես արդեն զգացի դրա համար։ Այնուամենայնիվ յուրահատուկ համ ունի, որը ոչ բոլորն են ընկալում։ Այո։ Սպարտակ ջան, ես ուզում եմ մի քանի խոսք այքո դրսում այդ աշխատած դրսում իրականացրած քո աշխատանքների մասին։ Այո։ Ֆրանսիայում գիտեմ, որ աշխատել ես, այլ որտեղ ես աշխատել։ Նաև աշխատել եմ Վրաստանում 2012 թվականին, եղել եմ Կովկասյան խոհանոցի պատասխանատու եւ այնտեղ էլ շատ բաներ տեսել եմ, սովորել եմ նաև։ Կլինի դա ադրբեջանական խոհանոց, կլինի վրացական խոհանոց, կլինի բոլոր Կովկասի տարածաշրջանի խոհանոցները, բայց մերը ուրիշ է, մեր հայկականը միշտ ուրիշ է, միշտ տարբերվում է։ Վրացականը ավելի համեմունքների վրա է հիմնված, բայց դրանից հետո երբ որ ֆրանսիականն ես նայում, օրինակ ֆրանսիացիները շատ չեն սիրում միսը։ Ձողիկացիվ լավ է կտրատեն կաղամը։ Շատ լավ է։ Ֆրանսիացիները չեն սիրում միսը ավելի շատ համեմել, որովհետև գտնում են, եթե դու միսը շատ ես համեմում, թաքցնում ես ինչ-որ մի բան։ Մի բան։ Այո։ Բայց ֆրանսիացիներն էլ մի այսպես գործողություն են իրականացնում գինու հետ, որ մենք մեր պատմագրքերից մենք արդեն տեղյակ ենք, որ գինու հետ պանիր չի կարելի։ Այս պանիրն է թաքցնում վատ գինու համերը։ Մեր պատմիչների կոնկրետ երեշը կարող եք փնտրել եւ գտնել։ Նախինում հայերը գինին մատուցել են մսեղեն կամ ընդեղեն, ոսպ, սիսեր, լոբի եւ այլն։ Իմիջիայլոց ուտելու կուլտուրաներն էլ որոշակի չափով տարբեր են։ Իրենք օրինակ պանիրը ուտում են տաք ուտեստից հետո։ Չնայած ես լսել եմ, որ մեր հայերը առաջ իրենք էլ են կերել այդպես բերանը բարձրաճրելու այդ միգուցե, բայց ավելի հնում, այո։ Գուցե համերը արդեն դասակարգելու միգուցե, չգիտեմ։ Ինչևէ, շատ կարևոր է եւ շատ օգտակար է, որ մենք փորձի փոխանակում ունենանք անպայման ազգերի հետ։ Լավ է իմանալ բոլորը, հետո ընտրել լավագույնը։ Բայց ես սկզբում քեզ չընդհատեցի, ընդհանրապես ես բարակապակցությունը Կովկասյան խոհանոց, չգիտեմ, Ալտայի խոհանոց, տարածաշրջանային ես չեմ ընդունում այդպիսի բան, որտեղ մենք
մեր փոքր այս դրախտավայր մեր հայրենիքում Հայաստանը։ Ստեփանավանից միջև Մեղրի եթե մենք գնանք, շրջենք, կլիման մի 2-3 անգամ առնվազն փոխվում է։ Եվ այդ փոքր տարածքի մեջ էլ առանձին համերը փոխվում են եւ ինչ ասել է Կովկասյան խոհանոց ես չգիտեմ։ Այսինքն դա ինչ խոհանոց է։ Դա ջիգիտներինն է, կինտոների խոհանոցն է, չգիտեմ, ղաչաղների խոհանոցն է, ինչ խոհանոց է։ Ունեն տարբեր, օրինակ Վրաստանում վրացիները ունեն տարբեր յուրահատուկ կերակուրներ, այստեղ, այո։ Ունեն տարբեր կերակուրներ, որոնք շատ տարբերվում են մեր կերակուրներից։ Իհարկե թող տարբերվեն, ինչի մասին է խոսքը։ Ազգային խոհանոցի հիմքը վերջի բնակնեմական պայմաններն են եւ բնական է որ այնտեղ տարբերվեն, բայց Կովկասյան համարը կամ միջերկրյա, երկրածովյա, չգիտեմ ինչ համարը։ Լցրեցինք նեխուրը, ասեմ, ավելացրեցինք խնձորը, կաղամբը, նաև ընկույզը, հիմա պիտի լցնենք, պիտի կտրատենք նաև տավարի միսը, սալորաչիրը, ես կկտրատեմ տավարի միսը։ Սալորաչիրը նախընտրելի է, որ շատ շաքարով չլինի, չէ՞, շաքարավազով չորացված չլինի, բնական։ Այո։ Որտեղ որ ես եմ աշխատում, մենք պատրաստում ենք սալորաչիրը ինքներս, այո։ Ես էլ եմ պատրաստում։ Զորից, այո։ Իհարկե։ Եվ այսպես իմ կարծիքով այդ տերմինները, այդ բառակապակցությունները շուկան այդպես տարածելով քաղաքական նպատակ է հետապնդվում։ Անպայման։ Որովհետև իրականում կա հայկական խոհանոց, կա վրացական խոհանոց, կա այս մեր արևելյան կողմի ինչ-որ մի բան փախցրած այստեղից այնտեղից եւ մնացածը։ Իհարկե ազգային խոհանոցներ կան։ Այլ բան է, որ զարգացման մեջ որոշ մասեր, որոշ բաներ ներառվում են, փոխառվում են, շատ բնական է։ Նույն ֆրանսիական խոհանոցը առանց թաքցնելու շատ դեպքերում նշում են, որ այս կամ այն ձևը, այս կամ այն ինչ-որ բանը ներառված է այս կամ այն ազգից։ Եվ դա նորմալ է, եթե նշում են։ Այ մեր հարևանները շատ դեպքերում չեն նշում, բայց ոչ հարևանները միշտ նշում են, որ տարածաշրջանի ազգային խոհանոցի հիմքը հայկական խոհանոցն է։ Այո։ Սալորաչիրը կտրատեցինք, խաշված միսը կտրատեցինք։ Մեզ մնաց համեմել աղով պղպեղով, մի փոքր կարող ենք ավելացնել կանաչի ցանկության դեպքում։ Նախընտրելի է մաղադանոսը։ Մենք միշտ ցանկանում ենք, որ լավ լինի։ Այո։ Իդեպ շատ օգտագործում են իրենք մաղադանոսը, ֆրանսիացիները, համեմը մի քիչ այդքան Համեմը չեն ճանաչում։ Այո, չեն ճանաչում։ Եվրոպայում կարծեմ իտալացիներն են միայն որոշ մասով շփվում։ Այո, եւ արաբները ավելի շատ, Համեմը ընդհանրապես չեն ճանաչում։ Այո։ Թող չճանաչեն։ Պիտի ավելացնենք թթվասերը։ Այժմ պիտի համեմենք աղով, պղպեղով, Այո։ նաև թթվասերը։ Իմիջիայլոց թթվասերը ավելացնում ենք զուտ ավելի թեթևություն, ավելի թրջելու սալատը, այո, մարսողություն տալու համար։ Ես համաձայն եմ թթվասերին, բայց երբեք համաձայն չեմ մայոնեզ կոչված այդ հակասննդին, որտեղ ինքը իրենով կարող է նաև մարդը, երբ որ պատրաստի ինքը, միգուցե, բայց հատկապես այդ վաճառքի մայոնեզները, որի ծագումը մենք չգիտենք թե ոնց է, երբ է, եւ պահպանման ժամկետը արդյոք պահպանվել է թե չէ։ Մենք պատրաստեցինք խնձորով, սովորական խնձորով, կարող եք պատրաստել նաև ֆրանսիական խնձորով։ Ես կնախընտրեմ արտամետի խնձորով մեր հայրենիքի։ Ընտրությունը ձերն է։ Կարևորը բաղադրիչներն են։ Այո։ Կարևորը համն է։ Շատ հետաքրքիր համադրություն։ Ընդհանրապես մեր հերոստատիողներին մենք կարող ենք չէ խորհուրդ տալ, որ հատկապես աղցաններ պատրաստելիս դոգմաների հետևից չընկնել։ Պատրաստեք ինչ մտքով անպայման։ Միայն հասկանալ է պետք, որ պիտի այնպես անենք, որ մթերքը, որ օգտագործվում է, շատ չեփենք, շատ ինչ-որ պրոցեսների, ինչ-որ մշակման չենթարկենք, որ նա որակազրկվի։ Անպայման։ Մեր աղցանը արդեն պատրաստ է։ Պիտի ձևավորենք ափսեն նեխուրի
տերևներով։ Ընտրեմ։ Նեխուրել ոնց որ հասկացա շատ են օգտագործում։ Այո, մանավանդ նեխուրի արմատները, աղցանների մեջ իրենք ավելի շատ օգտագործում են արմատները, ճողկած, քերած, Հետաքրքիր է։ Ես կարևոր, հետաքրքիր, օգտակար խորհուրդները, օգտակար այդ process-ները, որ արվում է, անկախ նրանից թե ովքեր են անում, որ ազգից ընդունելի է, այո։ Իհարկե անշուշտ, որտեվ մեզանից էլ շատ բան փոխարվել է։ Այնպես որ խնդիր չկա, մենք փոխարում ենք, նշում ենք, որ սա այստեղից ենք մենք օգտվել։ Խնձորով նաև, քանի որ խնձորով ձևավորում են, պարունակում է խնձոր։ Շատ կարևոր է նաև դիզայնը, որովհետև իրենք շատ չեն ընկնում դիզայնի հետևից, բայց երբ որ դու անում ես դիզայն, ասում են, ես ինչ էր։ Այո, շատ է։ Այժմ պիտի լցնենք մեր աղցանը։ Ցանկալի է պատրաստելուց հետո աղցանը պատրաստել այնպես, որպեսզի մնա որոշ ժամանակ, որպեսզի բոլոր համեմունքները, այո, բաղադրիչները համադրվեն, այո։ Տեսնում եք ինչքան մանրամասն եւ հետեւողական բացատրում է Սպարտակը։ Երևում է, որ մարդը փորձ ունի եւ երևում է, որ մտածող խոհարար է, այսինքն ինչ որ կատարում է, ինչ որ անում է, մտածելով է անում։ Ապրեստի։ Հիմա պիտի շուտ տանք։ Կարծես թե ստացվում է։ Հա։ Ասեմ, որ պիտի լավ սեղմենք բաժակի մեջ լցնելուց, որպեսզի հետո մեր բուրգը ստացվի։ Եթե չէ, մեր բուրգը չի ստացվի։ Կփլվի։ Հիմքերը պիտի լավ դնել։ Այո, հիմքերը պիտի լավ դնել։ Ընտրեմ։ Ստացանք մեր աղցանը։ Շատ լավ։ Շատ գեղեցիկ, շատ ախորժալի։ Աղցանն էր, որ մենք պատրաստում էինք Սպարտակ Նազարյանի հետ։ Սպարտակ ջան, դու խնդրում եմ ինչ ասելիք ունես մեր հեռուստադիտողներին, ինչ ցանկություն ունես, կարող ես օգտվել առիթից։ Հեռուստադիտողներին ցանկանամ, որպեսզի բոլորը ինչ որ ուտելիք պատրաստելուց պատրաստեն հաճույքով, սիրով եւ ամենակարևորը սերն է, որպեսզի դնեն ուտելիքի մեջ։ Երբ որ ուտում ես, զգում ես, որ մի բան կա, որ ուրիշի մոտ չկա, դա սերն է։ Այո, այդ ճաշակելու ժամանակ դու զգում ես, որ այս կերակուրը պատրաստող խոհարարը սիրով է պատրաստել, թե չէ, տրամադրություն է ունես հետ ոչ։ Անպայման։ Ապրես դու։ Հարգելի հեռուստադիտողներ, ուզում եմ ձեր անունից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Սպարտակին։ Ուզում եմ, որ նա նախ ամենակարևորը, որ մնա հայրենիքում եւ այստեղ արարի, այստեղ ստեղծագործի եւ ինչու՞ ոչ նաեւ ուսուցողական իր այդ գործընթացը մեր երիտասարդ խոհարարների համար։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ նաև ձեզ։ Մերսի շատ։ Ապրես։ Հարգելի հեռուստադիտողներ, այսքանն ենք պատրաստել այսօրվա համար, կարծում եմ ձեզ դուր եկավ եւ հրաժեշտից առաջ ուզում եմ նշել, որ աղցանները միշտ հարկավոր է ուտել որպես նախուտես ճաշակել, այսինքն նախքան հիմնական կերակրատեսակը այն պիտի լինի շատ լավ տրամադրող, շատ լավ տեսքով եւ շատ լավ այսպես գայթակղիչ համով։ Հարգելի հեռուստադիտողներ, մեր ժամանակը մոտեցավ իր ավարտին, իսկ ավարտից առաջ ինչպես միշտ ուզում եմ, որ լինենք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ ճիշտ է լինելու։ Ստեսյուն բարեկամներ։ Աղցան, տավարի միս 200 գրամ, խնձոր 100 գրամ, կաղամբ 150 գրամ, սև սալորաչիր 50 գրամ, ընկույզ 30 գրամ, նեխուր մի քանի ճյուղ, թթվասեր, աղ, սև պղպեղ։ Բարի ախորժակ։